Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Շուշան Ավագյանն է։ Բարև ձեզ Տիկին Ավագյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Տիկին Ավագյան, դուք վերջերս եք մուտք գործել քաղաքականություն եւ այս ընտրություններին մասնակցում եք Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով, ինչպես արդեն նշեցի, առաջին կին թեկնածում եք։ Նախ թույլ տվեք հետաքրքրվել, ինչը ձեզ ստիպեց նման որոշում կայացնել, եթե մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, ինչը ստիպեց ձեր անցավ գլուխը դնել ցավի տակ, հաշվի առնելով այն իրողություններն ու իրականությունը, որը մենք այսօր ունենք։ Շնորհակալ եմ հարցի համար, իսկապես շատ կարևոր հարց է։ Ինձ որպես թերություն երբեմն փորձում են շեշտադրել իմ երիտասարդ լինելու հանգամանքը, բայց ես կարծում եմ, որ քաղաքականությունում եւ ընդհանուր առմամբ քաղաքական մշակույթը փոխելու տեսանկյունից շատ մեծ դերակատարում ունեն երիտասարդները եւ դրա մասին վկայեց նաեւ 2018 թվականի հեղափոխությունը կամ այլ մարդիկ այլ ձևակերպումներ են տալիս։ Իշխանափոխությունը։ Այո, իշխանափոխությունը, երբ հենց հիմնակարային մեխը երիտասարդներն էին։ Ես երկար ժամանակ գործունեություն եմ ծավալում քաղաքացիական հասարակությունում, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի առաջմղման գործում եւ ես հասկացա, որ որքան էլ այո այնտեղ էլ է հնարավոր ազդեցություն ունենալ մարդկանց կյանքը լավարկելու տեսանկյունից, բայց դրանք համակարգային բնույթ չեն ունենում, այսինքն շատ կետային կամ կոնկրետ փոքր թիրախներին վերաբերելի հարցեր կարող ենք լուծել։ Այդ իսկ պատճառով որոշեցի, որ եթե կարող եմ ներդրում ունենալ համակարգային լուծումներ փնտրելու գործում, ապա անպայմանորեն պետք է ստանձնեմ այդ պատասխանատվությունը, որովհետև սա իսկապես մեծ պատասխանատվություն է եւ պետք է մուտք գործեմ քաղաքականություն, որտեղ հնարավոր կլինի համակարգային լուծումներ տալ շատ գլոբալ խնդիրների։ Եվ գլոբալ, երբ որ ես ասում եմ, դա նկատի ունեմ ոչ միայն այն խնդիրները, որոնք օրինակ մեր արտաքին քաղաքականության են վերաբերելի, նաև դա, բայց նաև ներքին հարցերում շատ հարցեր կարող ենք առաջ տալ, լուծել, անդրադառնալ նման երիտասարդների մասնակցությամբ եւ ես շատ կուզեի, որ իմ օրինակը ծառայեր շատ երիտասարդների համար, որպեսզի իրենք էլ ոգևորվեին այս ամեն ինչից, բարդ է, դժվար է, հանդիպում ես բազմաթիվ խոչընդոտների, թիրախավորումների, այո, բայց հնարավոր է, եթե ունես հստակ ձևավորված եւ սահմանված նպատակ։ Իսկ ինչու հենց Լուսավոր Հայաստան կուսակցության հետ որն էր ընտրության պատճառը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը գաղափարախոսությունից ելնելով է միացել, դեռևս 18 թվականին, երբ հետաքրքրություն կար այլ կուսակցության նկատմամբ, մասնավորապես խոսքը գնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ, երիտասարդները շատ եւ ոչ միայն երիտասարդները, եթե ես չեմ սխալվում, հերթեր էին իրենց գրասենյակների մոտ, որպեսզի մարդիկ իրենց կուսակցության անդամ դառնան։ Դեռևս այդ ժամանակից սկսած ինձ չի հետաքրքրել հաջողություն կամ իշխանություն ձեռք բերած կուսակցությանը միանալը։ Հեշտ ճանապարհը ձերը չէր, այսպես ասած։ Այո, եւ ես առաջնորդվելով ավելի շատ լիբերալ ազատական այդ գաղափարախոսությամբ, քանի որ կարծում եմ նաև, որ մենք անդադար խոսում ենք այն հանգամանքից, որ մենք ուզում ենք Հայաստանը տանել Եվրոպա, մեր կուսակցությունը այս քարոզարշավի ընթացքում հստակ ձևակերպել է այն միտքը, որ մենք չենք ուզում ձեզ խաբել ասելով, թե մենք ձեզ տանելու ենք Եվրոպա։ Մենք ուզում ենք այն եվրոպական արժեքները, չափորոշիչները, կայունությունը, ինստիտուտների գործառույթները, գործունեությունը, որ կա, բերել Հայաստան։ Այսինքն այդ համագործակցությունը նաև եվրոպական կազմակերպությունների եւ կուսակցությունների հետ, մասնապես խոսքը գնում է ԱԼԴԵ-ի ժողովրդավարության եւ ազատական դաշինքի մասին, իրենց անդամությունը ես կարծում եմ, որ մեզ համար նաև առավելություն է, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր խնդիրները եվրոպական հարթակում։ Եվ հայտնի է, որ ընտրությունների նկատմամբ մեր հասարակության ամենաանտարբեր խավը հենց երիտասարդներն են, որոնց մասնակցությունը դուք կարևորում եք տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Մի մասը օրինակ 2018 թվականի սխալ ընտրությունից է հիասթափվել եւ չի ցանկանում նորից սխալվել, մյուսները պատերազմական կորուստներից եւ այսպես շարունակ։ Որպես երիտասարդ քաղաքական գործիչ, ինչ ճանապարհներով եք նախատեսում եւ մտադիր ձեր հասակակիցների համար եւ առհասարակ երիտասարդությանը առավել հասանելի եւ լսելի լինել եւ ամենակարևորը նպաստել, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին, որպեսզի մենք մաքսիմալ բարձր մասնակցություն ունենանք։ Ընդհանրապես ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այո, երիտասարդների մասնակցությունը ընտրություններին շատ մեծ
նշանակություն եւ էական ազդեցություն է ունենալու արդյունքների վրա։ Եվ ես խնդրում եմ երիտասարդներին ամենևին չարժեզրկել իրենց դերը եւ դերակատարումը այս ընտրություններին, որովհետեւ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները Հայաստանի պետականության լինելիության ընտրություններ են, եւ երբ որ մեզ 5 տարին մեկ հնարավորություն են ընձեռում վերցնել մեր ձեռքը քաղաքական ուղու հետագա ընթացքը, մենք պետք է իրացնենք այդ ընտրական իրավունքը։ Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն ուզում ակտիվ մասնակցել քաղաքականության մեջ, այսինքն իրենց ակտիվ ընտրական իրավունքը իրացնել որպես պատգամավորության թեկնածու կամ այլ պաշտոններ զբաղեցնելու տեսանկյունից, բայց ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն ուզում իրենց պասիվ ընտրական իրավունքը իրացնել ընտրություններին ընտրատեղամաս գնալով։ Ճիշտ նշեցիք, կան տարբեր եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Այո, մարդիկ կարող են հեշտ է մարդկանց համար սխալվելը եւ պարտադիր չէ այդ պատասխանատվությունը ամբողջովին վերցնել իրենց վրա եւ ասել, որ մենք օրինակ 18 թվականին սխալ ենք արել, ընտրել ենք այս կամ այն ուժին, հետեւաբար այս անգամ մենք չենք ուզում իրացնել կամ 21 թվականին չենք ուզում իրացնել մեզ հասանելի իրավունքը։ Ինչ ենք մենք նախատեսում անել երիտասարդների համար։ Հիմա իհարկե դարաշրջանն այնպիսին է, որ հնարավորությունները շատ լայն են, ինֆորմացիան աներևակայելի ձևով հասանելի եւ սոցիալական մեդիան բնականաբար այն հարթակն է, որի միջոցով մենք փորձում ենք նաեւ հասնել, այսպես ասած, երիտասարդների ականջներին։ Պետք է պարզ խոսել երիտասարդների հետ եւ ընդհանրապես մարդկանց հետ, հայ քաղաքացու հետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ պետք է պարզ եւ մատչելի խոսել։ Այն պոպուլիստական արտահայտությունները, ձևակերպումները, որ տարբեր քաղաքական ուժերի կամ գործիչների կողմից են հնչում, բնականաբար մեր ժողովուրդը ամեն ինչ էլ հասկանում է, ինչքան էլ միամիտ լինեն, ինչքան էլ բարձր ոչ բոլորը ունենան բարձրագույն կրթություն, բայց այնուամենայնիվ ժողովուրդը հասկանում է որտեղ է իրականությունը եւ որտեղ է սուտը։ 4-ից տարբերում են մարդիկ հաշվով։ Այո, տարբերում են եւ դա շատ լավ արտահայտվում է նաեւ իրենց հետ շփումներում առանձին։ Մենք մի քանի օր արդեն տարբեր եւ Երևանում ենք եւ մարզերում տարբեր համայնքներում ենք քարոզարշավ իրականացնում եւ այդ փոքրիկ շփումներում, այսպես ասած, որոնք ոչ երկար ժամանակային բնույթ են իրենցից ենթադրում, մենք կարողանում ենք հասկանալ, որ մարդիկ իսկապես չեն խաբվում այն արտաքին շղարշին, որը որ փորձվում է մատուցվել ընտրողին, որպեսզի դա հիմք ծառայի, օրինակ հետագայում որևէ ընտրություն կատարելու տեսանկյունից։ Պետք է խոսել պարզ, մատչելի, հասանելի եւ չտալ այնպիսի խոստումներ, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Դե դրա պակասը չունենք մեծ հաշվով քաղաքական ուժերը յուրօրինակ մրցավազքի մեջ են մտել այս համատեքստում։ Այո։ Եվ գալով արդեն Լուսավոր Հայաստան կուսակցության մասնակցությանը, ինչ ակնկալիքներով եք մտել ընտրապայքարի մեջ եւ անձամբ ինչպես եք գնահատում ձեր ուժի անցողիկ շեմը հաղթահարելու շանսերը, քանի որ շատերը կարծում են, որ դա ձեզ մոտ չի ստացվելու, հաշվի առնելով 21 թվականի խորհրդարանական եւ 23 թվականի Երևանի ավականու ընտրությունների փորձը, որոնցում դուք ձայների մոտավորապես 1-ից 1.5% էիք ստացել եւ մտավախություններ կան, որ այս անգամ էլ ձայների փոշիացմանն եք մասնակցելու, այսպես ասած։ Ես շատ լավ հարց եք տալիս ու շատ կարևոր հարց եք տալիս, որպեսզի նաև քաղաքացու մոտ այդ հարցի պատասխանը տրվի։ Ուզում եմ մի փոքր հեռվից գալ հարցին պատասխանելու, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք 21 թվականի մասին եւ 23 թվականի նաև մասին, մենք պետք է հասկանանք, թե ինչ հայկական կոնտեքստ էր տիրում այդ ժամանակահատվածում։ Հետ պատերազմյան շրջանն էր, իսկ պատերազմին նախորդել էր COVID-ը եւ մարդկանց հոց բազմություն բևեռացված էր, այսինքն մարդկանց մի մասը հստակ գիտեր, որ իրենք աջակցելու են գործող իշխանությանը, այսինքն Նիկոլ Փաշինյանին, եւ մարդկանց մյուս խումբներ այսպես հավաքական ընդդիմությանը, բայց մասնավորապես այդ ժամանակ առաջադրվածներից այսպես կայացած բևեռը կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի բևեռն էր, այսինքն այդ բևեռացումը շատ հստակ էր եւ այն ուժերը, որոնք առաջարկում են իսկապես այլընտրանքային այսպես առաջարկներով էին հանդես գալիս, այդ ուժերը մնացին այդ բևեռացման, այսպես ասած, խճուղիում եւ երկու ուժեր անցել մեծ հաշվով խորհրդարան, երրորդն իրավունքի ուժով։ Այո, պատիվ ունեմ խմբակցությունը իրավունքի ուժով էր անցել խորհրդարան եւ այդ բևեռացումը շատ հստակ հենց դրանով էր ցույց տրված։ Ինչ վերաբերում է այս ընտրություններին, տեսեք, մենք այն քաղաքական ուժերից ենք, ընդհանուր առմամբ մեր քաղաքական ուժը կարծում է, որ քաղաքական մշակույթը եւ քաղաքական կուսակցությունների կայացվածությունը պետք է հստակ լինի, որտեղ
մենք խորհրդարանական պետություն ենք։ Խորհրդարանական պետություն նշանակում է, որ կարող են լինել նաև տարբեր ուժերից բաղկացած ուժեր, որոնք կարող են, այսպես ասած, այնպիսի առաջարկներով հանդես գալ, որը կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության պետական շահի պաշտպանությանը։ Հիմա երբ որ մեզ համար փոքրիկ այսպիսի պետությունում գոյություն ունի 130-ից ավել գրանցված կուսակցություն, բնականաբար ընտրողի մոտ առաջանալու է տարակուսանք, թե որ կուսակցության ընտրել։ Հատկապես մեր մոտ, քանի որ կուսակցությունները իսկապես շատ լավ զարգացած չեն եւ մարդակենտրոն կուսակցություններ են։ Մեծ հաշվով մարդիկ վարչապետ են ընտրում, ոչ թե կուսակցություն։ Այո, ցավոք սրտի ես հենց դա եմ ուզում փոխանցել, որ հունիսի 7-ին ազգային ժողովի падգամավորի տեխնացուների ընտրություններ են, որոնք իհարկե հետո ձևավորելու են նաև կառավարությունը, բայց երբ որ ազգային ժողովում քաղաքացու շահը պաշտպանված չի, երբ որ քաղաքացու խնդիրները անմիջականորեն չեն ներկայացվում, այսինքն մենք այդ երկխոսությունից, գործող ազգային ժողովի դուրս չենք կարողանում գալ, հողատու դավաճան, օլիգարխ եւ այդ օրակարգից մենք դուրս չենք գալի, բնականաբար ժամանակ չի մնում, որպեսզի քաղաքացու համար ստեղծված խնդիրներին լուծում տրվի։ Եվ այդ է պատճառը, որ Լուսավոր Հայաստանը այս անգամ իհարկե դուք գիտեք, որ մենք այն ուժն էինք ի սկզբանե, որ առաջարկում էր մեկ միասնական անդիմադիր բևեռով գնալ։ Մեկ ցուցակ որպեսզի։ Բայց մեծ հաշվով դա անիրատեսական էր, հաշվի առնելով նաև սահմանադրական պահանջները եւ գիտենք իշխանության սատելիտ ուժերից որոշները գալու էին եւ մասնակցեին անգամ այդ դեպքում եւ գուցե այդ դեպքում նրանցից մեկը անցներ խորհրդարան նաև։ Դե երբ որ անդիմությունը միանար եւ բազմակի ուժեր արդեն մեկ ցուցակով լինեին, այն բոլոր աջակիցները, որոնք առանձին պետք է այդ ուժերին ձայն տային, բնականաբար արդեն մեկ ուժ էին ձայն տալու եւ համամասնության մեջ այն ուժերը, որոնք այսպես կոչված արբանյակային ուժեր են, այլ հնարավորություն չեն ունենալու այնքան ձայն հավաքեն, որ կարողանային հաղթահարել անդիմադիր ուժերի այդ հավաքական ձայներին, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ամբիցիաներ, քաղաքական միասին գնալու ճանապարհ չտեսնելու հանգամանքը չստացվեց դա եւ բնականաբար եթե դուք նայեք եւ հետեւեք դիրքավորման այդ process-ներին եւ գործընթացներին կտեսնեք, որ Լուսավոր Հայաստանը բավականին ուշ դիրքավորվեց, սակայն մենք ինչու այնուամենայնիվ որոշեցինք մասնակցել, որովհետեւ մենք ունենք մեր էլեկտորատը եւ վերջապես պետք է սովորենք պատասխանատվություն կրել նաեւ էլեկտորատի առջեւ, ոչ թե գանք միայն ընտրություններից 5 տարի առաջ, ընտրություններից առաջ մի քանի ամիս առաջ խոսենք, որ մենք ձեզ հետ ենք, մենք կպաշտպանենք ձեր շահերը, որովհետեւ ես ուզում եմ ձեզ հստակ ասել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հովհարային անջատումներ չի ունեցել։ Այս ամբողջ ընթացքում կուսակցության առաջնորդները խոսել են, բարձրաձայնել են տարբեր խնդիրներ եւ բացի բարձրաձայնելուց նաեւ ունեցել են դրանց վերաբերող լուծումներ։ Հիմա երբ որ մենք ունենք մեր էլեկտորատը, ճիշտ չի լինի մեր էլեկտորատին ասել, գիտեք ինչ կա, որտեղ մեր էլեկտորատը եթե մեզ չընտրի, պարզ է, չէ, որ չի գնալու ընտրության, ինչ որ այլ ուժի ընտրելու եւ բնականաբար մասնակցությունը դրանով նաեւ նվազելու է։ Երբ որ մասնակցությունը նվազում է, դա յուրաքանչյուր պետությունում անկախ այն բանից ով է իշխանությունը կամ չէ։ Այո, բխում է իշխանության շահերից, որտեղ իշխանությունը մոբիլիզացնելու է իր ընտրազանգվածին, մոբիլիզացված կերպով տանելու է ընտրատեղամասեր եւ այն ընդդիմադիր ուժերը, այն ընդդիմադիր ձայները, որ կարող էին օրինակ հավասարակշռել իշխանությունը կամ հակառակ դեպքում նաեւ այո, անդիմությանը ստացվելու է, որ մասնակցության ցածր լինելու պատճառով մենք չենք ունենա փոփոխություն։ Իսկ հիմա հավատում եք, որ կմոտենաք այդ անցողի քշեմ ինչ մենք ունենք հարցում եւ այդ հարցումով մենք անցողիկ ենք այս պահի դրությամբ, բայց գիտեք, որ քարոզարշավի ընթացքում կարող են լինել տարբեր իրավիճակներ, տարբեր իրադարձություններ, որոնք կարող են նաեւ հոգուտ մեր ուժի տեղի ունենալ։ Գելափի հարցումներով էլ դուք իհարկե անցողի քշեմը չէիք հաղթահարում, բայց մյուս ընդդիմադիր ուժերի համեմատ անհամեմատ ավելի բարձր էր ձեր վարկանիշը 2.7 էր, եթե ես չեմ սխալվում։ Այո, դրանք դա էլ էր մեզ համար նաև ցուցիչ, որ այլ անդիմադիր ուժերի մեջ, որպես այլ ընտրանք, մեր ուժն են տեսնում։ Իհարկե մենք դրանով չենք սահմանափակվում, չեմ ուզում ասեմ, որ ֆիքսվել ենք այդ թվերի վրա ու կարծում ենք, որ անցողիկ ենք եւ գործ չենք անում, ոչ մենք մեր քարոզարշավը հայտարարել ենք, որ շատ ուրիշ կերպ ենք այս անգամ անելու, տարբերվելու ավանդական քարոզարշավի ձևից, այսինքն տենց չենք վերցնելու բոլոր բակերով, ռուպերներով, բուկլետներով գնալ, թեպետ դրա որոշ մասը անում ենք, որովհետեւ չենք կարող չշփվել քաղաքացիների հետ։ Մենք հավակնում ենք այդ քաղաքացու ձայնը ստանալ, հետեւաբար պետք է նաև շփումը քաղաքացիների հետ լինի, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ունենք էլեկտրոնային վիրտուալ այսպես կոչված շտաբ, որպեսզի մարդիկ ֆիզիկապես դժվարություն չառաջանար նաև գնային մարզերում օրինակ հասնեին ինչ որ գրասենյակ իրենց հարցը բարձրաձայնելու, մենք
Ունեցել ենք նաև մենք որոշեցինք, որ պետք է ունենանք վիրտուալ շտաբ, որի շրջանակներում մարդիկ շատ հեշտ ձևաթուղթը լրացնելով ներկայացնում են իրենց խնդիրը կամ հարցը եւ մենք հնարավորինս արագ արձագանքում ենք դրանց։ Ոտքին Ավակյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Լուսավոր Հայաստանը այս ընթացքում հովարային անջատումներ չի ունեցել եւ առաջնորդները միշտ խոսել են։ Այս մասով նաեւ դուք ձեր վերջին հարցազրույցներում եք նշել, որ բացառում եք այս իշխանության հետ որևէ համագործակցություն, բայց օրինակ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը 2021 թվականի ընտրություններից մի քանի ամիս անց Նիկոլ Փաշինյանից պաշտոն վերցրեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը եւ շուրջ 2 տարի աշխատեց նրա թիմում։ Իհարկե դրանից հետո օբյեկտիվորեն քննադատեց եւ վերջին 2-2.5 տարվա ընթացքում մշտապես շատ հաճախ ամենաակտիվը արձագանքում եւ քննադատում էր տեղի ունեցող զարգացումները։ Հիմա ձեր պոտենցիալ ընտրողները որքանով վստահ լինեն, որ այս անգամ էլ նույնը չի լինի, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը կրկին մնա իշխանության, արդյոք Էդմոն Մարուքյանը կրկին նրանից պաշտոն չի վերցնի եւ օրինակ նույնքեւ հիմնավորի, որ նա ընտրվել էր վարչապետ եւ նպաստում է երկրի շահերին, ինչով էս մարդիկ վստահ լինեն, որ դա տեղի չի ունենա այս անգամ։ Դե տեսեք, մենք հստակ նշել ենք, որ այս իշխանությանը անգամ մատաղ ուտելու չենք գնա։ Այն ժամանակ էլ եք նշում, որ ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ չեք համագործակցի։ Այն ժամանակ մենք նշում ենք, որ կա այլընտրանք քվեարկիր եւ առաջարկում ենք մերիտոկրատիա, այսինքն տարբեր ուժերից հավաքել մասնագետներին, կոմպետենտ անձանց, ովքեր կկարողանան երկիրը հանել բարդ եւ շատ քաոսային իրավիճակից, որովհետեւ նախորդող դեպքերը հանգեցրել էին նրան, որ արտահերտ ընտրություններ լինեին։ Այդ ժամանակ մեր խոսույթը լրիվ այլ էր։ Մենք ասում ենք, որ պետք է ձևավորել ազգային կառավարման համակարգ, որը թույլ կտա երկիրը տանել ավելի լավ ու բարեփոխումների ուղիով։ Այս անգամ մենք հստակ դիտարկում ենք, որովհետև այն ժամանակ կար Արցախը, կար Լեռնային Ղարաբաղը եւ մենք դրա համար պատրաստ ենք նաեւ մի կողմ դնել շատ հանգամանքներ եւ հանուն Արցախը հայկական պահելու համար նաեւ գնալ որոշակի համագործակցության։ Այդ համագործակցությունը դադարեց հենց այն պահին, երբ որ հասկացանք, որ բոլոր կարմիր գծերը, որոնք չպետք է հատվեին, հատվել էին եւ այն բանակցությունները, որոնք որ պետք է որևէ արդյունք տային, տապալվել են ու ձախողվել են։ Այս անգամ արդեն, ինչպես հասկանում եք, չկա Լեռնային Ղարաբաղ, չկա Արցախ եւ համագործակցության համար էլ տեղ չկա, այսպես ասած, դրա համար մենք բացառում ենք, բայց բացի իշխանության հետ համագործակցությունից մենք նաև ուզում ենք հստակ ասել, որ չենք ուզում նախկին բարքերի վերադարձը նաև, այսինքն այս ներկայի եւ նախկինի պայքարի միջև մենք հորդորում ենք ընտրողին ընտրել Լուսավոր Հայաստան կուսակցությանը, իրենց քվեն մեզ վստահելով վստահաբար կարող եմ ասել, որ մեր թիմում հավաքվել են կոմպետենտ անձիկ, ոլորտային կոմպետենտ անձիկ, ովքեր արդեն ավելի շատ միտված կլինի իրենց գործունեությունները, որպեսզի քաղաքացու կյանքը լավարկեն բոլոր ոլորտներում։ Պարտադիր չի միայն դպրոց կառուցել եւ ասֆալտ փռել, որպեսզի քաղաքացու կյանքը լավարկվի։ Խոսքը ամենևին է դրա մասին չի, կամ պարտադիր չի կառուցել ակադեմիական քաղաք, որտեղ բովանդակությունը ըստ էության չի փոխվում։ Կամ օրինակ Աչափնյակի մետրո, որը 8 տարի չի կառուցվում, 8 տարի էլ դեռ նախատեսում են, որ կկառուցեն։ Այո։ Մեծ հաշվով։ Եվ նաև իշխանության մասով տեսակետը պարզը ընդդիմադիր ուժերի մեջ կան այնպիսիները, որոնց հետ օրինակ համագործակցությունը բացառում եք կամ գոնե ցանկալի չի լինի ձեզ համար, թե այս պահին կխուսափեք նման գնահատականներ տալուց։ Անկեղծ ասած, այս հարցը շատ հաճախ է հնչում եւ տարբեր քաղաքական ուժերի այս հարցը հնչում։ Ես քիչ առաջ մատնանշեցի, որ քարոզարշավը այնպիսի շրջան է, որ շատ բարդ է կանխատեսել, թե որ ուժերը կանցնեն պարլամենտ։ Երբ որ հստակ կլինի գործող անձանց պարլամենտում լինելու հանգամանքը, մենք արդեն կհասկանանք, թե որ ուժերի հետ ենք պատրաստ գնալ համագործակցության, միգուցե ընդհանրապես պատրաստ չենք գնալ համագործակցության, շատ դա կախված այն հանգամանքից, թե որ ուժերը կանցնեն պարլամենտ։ Եվ հարաբերակցությունից, իհարկե նաև հարաբերակցությունից է կախված, բացի այդ ես ուզում եմ հիշեցնել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հենց անցավ պարլամենտ, ինքը նաև ունենալու է սեփական խմբակցությունը, եւ այդ խմբակցությունը, ինչպես այլ խմբակցություններ, անկախ իրենց չափից կամ մանդատների քանակից, նույնպես հնարավորություն ունեն առաջադրելու վարչապետի թեկնածու։ Մենք բազմիցս նշել ենք, որ այս ընտրություններին մենք չենք մասնակցում վարչապետական, այսպես ասած, մրցավազքի մեջ, որովհետեւ մենք կարծում ենք, որ դա պարզապես միջոց է քաղաքացուն ել ավելի շփոթեցնելու եւ հստակ ցույց չտալու են հանգամանքը, որ մենք ընտրում ենք ազգային ժողովի падգամավորների։ Եվ այս մրցավազքի զատ մենք որոշել ենք, որպեսզի
ինստիտուցիոնալ կայացման տեսանկյունից խոսենք նախագահի ինստիտուտի մասին, եւ ես շատ ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ եթե մենք ուզում ենք, որ մեր պետությունը օրգանիզմի պես ճիշտ աշխատի կամ շվեյցարական ժամի պես ճիշտ աշխատի, ապա յուրաքանչյուր ինստիտուտ պետք է կայացված լինի ոչ թե անձով պայմանավորված, այլ հենց ինստիտուտի ուժեղ լինելու հանգամանքով։ Լիազորությունների շատացումը նկատի ունեք այստեղ։ Բացի լիազորությունների շատացումից, ես հիմա իմ մտքին այսպես ասած կհակասեմ, ինչու, որովհետև այդ ինստիտուտները կայացնում են կայացած մարդիկ։ Հենց այստեղ է պարադոքսալությունը գտնում։ Դրա համար մենք առաջարկում ենք այսպես կոմպրոմիսային թեկնածու, կանխատեսելով նաև ձեր հարցը, արդյոք մենք խոսել ենք Միքայել arczepiskopos Աջապահյանի հետ, ոչ, բնականաբար չենք խոսել, դա մեր տեսլականն է, եւ մենք չենք կարող իր հետ կապի դուրս գալ, որովհետեւ գիտեք ինքը տնային կալանքի տակ է եւ այս թեմաներով ընդհանրապես չի կարող որևէ մեկնաբանություն տալ։ Այս մեր տեսլականը ունենալով որպես կոմպրոմիսային թեկնածու մենք առաջարկել ենք իր թեկնածությունը, որովհետև տեսնում ենք, որ դաշտում, ընդդիմադիր դաշտում այնպես վատ չեն վերաբերվում մեր ասածին, այսինքն դիտարկում են իր թեկնածությունը։ Նախորդ տարի էլ իմպիչմենտի գործընթացի շրջանակներում երկու խմբակցություններն էլ համաձայնեցին նրան առաջադրել, ուղղակի ինքը արդեն կալանավորումից հետո չցանկացավ առաջադրել։ Այո, արդեն այլ հանգամանքներից ելնելով, բայց այստեղ ինչի ենք ուզում նախագահի ինստիտուտը ուժեղացնել, որտեղ երբ որ ես խոսում եմ եվրոպական արժեքների եւ այդ ամեն ինչի մասին, ես նաեւ այն մասին էի խոսում, որ պետք է լինի հավասարակշռումների եւ զսպումների մեխանիզմ։ Եթե այդ մեխանիզմը չի գործում նորմալ, ինչ իշխանություն ուզում է լինի, ով ուզում է լինել այդ իշխանությունը, ես էլ լինեմ այդ իշխանությունը, արդեն կսկսեմ չարաշահել իմ լիազորություններն ու դիրքը, եթե ես չունենամ հավասարակշռման եւ ճիշտ մեխանիզմ։ Պատահաբար չի, որ շատ ժողովրդավարական երկրներում այդ մեխանիզմները շատ տարբեր ձևով են գործում։ Երկպալատ համակարգի միջոցով են գործում, կամ չգիտեմ, կիսանախագահականի դեպքում նախագահը մի կուսակցությունից է, պարլամենտի առաջնորդը, ասենք վարչապետը մյուս կուսակցությունից, ամեն ինչը թույլ է տալիս, որպեսզի խորհրդարանական երկրներում նախագահի պաշտոնը անգամ ընտրովի է շատ դեպքերում։ Շատ դեպքերում այո ընտրովի է, որ քաղաքացին հստակ իմանա թե ում է ընտրում։ Ուզում եմ ասեմ, երբ որ դրա այս ամեն ինչը կայացած չի, պարզ է եւ բնական է, որ կունենանք այն, ինչ որ հիմա ունենք։ Այո։ Տիկին Ավագյան, երեք օրինակ մենք տեսանք, որ Արագածոտնի մարզում աշակերտներն ու ուսուցիչները դասի ժամին մասնակցում էին քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին, ԿԳՄՍ նախարարությունն էլ եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ թեպետ դատապարտեցին այս միջադեպը, սակայն երկու հայտարարություններն էլ ուշադիր կարդացել եմ եւ որևէ հիշատակում չկար, թե որ կուսակցության, որ ուժի նախընտրական քարոզարշավին էին մասնակցում։ Որպես հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ, ինչ գնահատական կտակ այս միջադեպին, նման վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումները ինչ ազդեցություն են ունենում ընտրապայքարի վրա եւ նման բան կազմակերպողները ինչ ճանապարհով պետք է պատասխանատվության ենթարկվեն գոնե իշխանափոխությունից հետո։ Ես ընդհանուր առմամբ դատապարտում եմ ցանկացած տեսակի քաղաքականացվածություն երեխաների կամ ուսանողների շրջանում, եթե խոսքը գնում է հենց ինստիտուցիոնալ բովանդակության մասին։ Դրա համար ես իսկապես դատապարտում եմ այդ երևույթը եւ ես համարում եմ, որ երեխաների ներգրավումը նմանատիպ միջոցառումներին ուղիղ իմաստով իրենց իրավունքների ոտնահարում է, որովհետև իրենք դեռ երեխա են, այդ իմ ընկալումն է իհարկե, ու իրենք չունեն դեռևս ձևավորված քաղաքական միտք, որը բնական է եւ նորմալ է։ Ու երբ որ դու իրենց ներառում ես այդպիսի միջոցառումների ժամանակ, դու իրավ թույլ չես տալիս, որ այդ երեխու միտքը զարգանա, քաղաքականապես քաղաքական մշակույթ լինի։ Այս տեսանկյունից մի հատ փորձով եմ ուզում կիսվել, ուրեմն Գերմանիայում դպրոցներում ինչ են անում, որպեսզի մարդկանց վերլուծական եւ քաղաքական միտքը զարգանա եւ կարողանան բանավեճերի մասնակցեն կամ վերլուծեն բանավեճերի արդյունքները, երեխաներին հասարակագիտության նման առարկայի շրջանակներում նստեցնում են եւ օրինակ ԱՄՆ նախագահների բանավեճն են ցուցադրում եւ հենց այդ պահին յուրաքանչյուր նախադասություն ասում են դե վերլուծեք, խոսեք դրանց մասին։ Եվ այստեղ ինչու եմ սա որպես օրինակ բերում, սա նորմալ է, եթե դու դա որպես ուսումնական գործընթացի մի մաս ես կազմակերպում, բայց սա աննորմալ է եւ եղկելի երևույթ է, երբ դպրոցականների ներգրավվածությունը քարոզարշավ իրականացնելու տեսանկյունից օգտագործվում է որպես միջոց կամ գործիք եւ դասի ժամին է արվում ամենադատապարտելին։ Վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակ է եւ վարչական ռեսուրսի չարաշահումը սենց մի հատ մեծ հոդված է, որը պարունակում է տարբեր
ուրեմն կետեր եւ նաեւ այն նրանց մասին խոսում, ովքեր կարող են քարոզարշավ իրականացնել, ովքեր չեն կարող իրականացնել։ Ես օրինակ վստահ եմ, եթե նման բան օրինակ ձեր կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի քարոզարշավի ժամանակ լիներ, այս ուսուցիչները առնվազն արդեն աշխատանքից ազատված կլինեին, եթե չխոսենք քրեական հետապնդման մասին։ Միանշանակ քրեական հետապնդումներ կսկսվեին։ Ինչի մասին է խոսքը, եթե մեկ հրապարակման համար ընդդիմադիր ուժերին բերման է ենթարկում, բայց ասենք վերի դեպքերը, եթե լրագրողները չլինեին, անգամ չէ այդպիսի հանրային արձագանքի դեպքում չէր կոծկվելու էր եւ չէին անդրադառնալու դրան։ Ինչի մասին է խոսքը։ Երբ որ մեկ հրապարակման համար մարդկանց կարող են դատապարտել կամ մի արտահայտության համար եւ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքում որևէ արձագանք չկա։ Ես ուզում եմ այստեղ նաեւ հրավիրել, քանի որ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եմ, ես տեսել եմ, որ նաեւ անդրադարձ է եղել, շատ ողջևորվում եմ եւ խրախուսում եմ, որ նման դեպքերը իսկապես մեծ հանրային արձագանք ստանան եւ ես կարծում եմ, որ եթե դեպքի հանգամանքները պարզվեն, իհարկե ես այսպես ոտքի վրա չեմ ուզում առանց որևէ մանրամասնությունների տիրապետելու որևէ բան ասել, բայց նմանատիպ գործողությունները պետք է քրեորեն հետապնդելի արարք որակվեն։ Մենք նաև տեսնում ենք, որ իշխանությունը մեր հասարակությանը պատերազմով է շանտաժանում, բաց տեքստով հայտարարում են, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա սեպտեմբերին, ամիսն էլ զարմանալիորեն գիտեն, աղետաբեր պատերազմ է լինելու մեծ կորուստներով։ Ձեր գնահատմամբ որքանով է բարոյական սեփական հասարակությանը պատերազմով սպառնալը, ընդ որում մի իշխանության օրոք, որի կառավարման շրջանում մենք պատերազմների եւ կորուստների պակաս չենք ունեցել, եւ ինչ եք կարծում, սա հանրային տրամադրությունների վրա ինչ ազդեցություն կունենա, կստիպի մարդկանց գնալ եւ ՔՊ-ի օգտին քվեարկել, թե ընդհակառակը խթանող գործոն կհանդիսանա, որ մարդիկ ամեն կերպ մերժեն եւ ձերբազատվեն այս իշխանությունից։ Ես կարծում եմ, որ այդպիսի արարքը մարդկանց վախի մեջ պահելու արարք է, այսինքն էմոցիաների վրա ազդելով իրենց ընտրատեղամաս տանելն է եւ քվե կորզելն է, որտեղ վախի մթնոլորտով անհնար է ստանալ քաղաքական ձայն այս իմաստով։ Ազդեցություն ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուժը ունի իր ընտրազանգվածի, այսպես ասած, առաստաղը, հա, այն կետը, որտեղից որ ավել ձայն ինքը չի կարողանալու տանել նույնիսկ ամենամոբիլիզացված պայմաններով վարչական ռեսուրսի չարաշահմամբ կամ այլ երևույթների ներգործմամբ։ Ինձ համար ավելի շատ մտահոգիչ է չկողմնորոշված քաղաքացիների ձայնը, դրանք 150-ից 200,000 մարդիկ են, ովքեր իսկապես չգիտեն, թե ում օգտին քվեարկեն, եւ ես կարծում եմ, որ ինչպես արդեն նշեցի, մեր ժողովուրդը թացը չորից իսկապես կարողանում է տարբերել եւ երբ որ ինքն է լինի, ինքն է չլինի, կարծում եմ պատերազմ չի լինի, որովհետեւ արդեն պատճառ չկա, որ պատերազմ լինի։ Եթե այն ժամանակ Արցախն էր, որ կարար հիմք ծառայեր դրա համար, հիմա ինչի համար պետք է պատերազմ սկսվի։ Դե ընդդիմադիր ուժերը ասում են օրինակ կգանք եւ կվերաբանակցենք խաղաղությունը, երաշխավորների ինստիտուտ կներդնենք, լավարկման մասին են խոսում։ Իհարկե իշխանությունը ասում է սրանով ուղիղ դուռ եք բացելու պատերազմի համար։ Կարող չեղարկելու եք եղածը։ Այո, պատերազմը գիտեք երբ է սկսում, երբ ձախողվում է դիվանագիտությունը։ 20 թվականին էլ, երբ որ մինչև 20 թվականները նախորդեցին այնպիսի դեպքեր, որոնք որ իսկապես կարող էին հանգեցնել պատերազմի ու դիվանագիտությունը, երբ որ ձախողվեց, երբ որ հնչեց Արցախը Հայաստանը եւ վերջ արտահայտությունը կամ չգիտեմ, տարաբնույթ գործողություններ, բերեցին նրան, որ մենք 20 թվականին ունեցանք պատերազմ, այսինքն նախորդող տապալված բանակցությունների արդյունքում եղավ պատերազմ։ Եթե հիմա մինչև այսպես ասած վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը լինեն այնպիսի բանակցողներ, ովքեր կկարողանան մեր դիվանագիտական զինանոցում գտնվող բոլոր խաղաքարտերը գործի դնելով բանակցել եւ ոչ միայն միակողմանիորեն դսել եւ զիջել այն ամենը, ինչը հնարավոր է զիջել եւ արդեն ինչը հնարավոր չի զիջել, դա էլ նշաձող չկա արդեն նշաձող չկա, այո։ Այդ ժամանակ հնարավոր չի, որ պատերազմ սկսի, որովհետեւ պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ որ բանակցություններն են տապալվում։ Այս մասով ցանկացած ընդդիմադիր ուժի դեպքում կարող ենք բացառել պատերազմի հավանականությունը։ Ես չեմ կարող ասել ցանկացածի պարագայում, բայց ես գիտեմ, որ եթե Լուսավոր Հայաստան կուսակցությունը որևէ տեսակով ներգրաված եղավ իշխանության մեջ, այսինքն ընդդիմությունն էլ է իշխանություն, իշխանությունն էլ է իշխանություն, ես կարծում եմ, որ մեր առաջնորդը բավականին մեծ փորձառություն ունի այդ առումով եւ ընդդիմադիր գործիչներից միայն ինքն է, որ հիմա փորձում են ներկայացնել իշխանության հետ համագործակցությունը որպես հատուկ հանձնարարություններով դեսպան թերություն, ես կարծում եմ դա առավելություն է, որտեղ ինքը միակ քաղաքական գործիչն է ընդդիմադիրներից, ով տեղյակ է եղել վերջին բանակցային ընթացքից, գործողություններից, խոսույթից
Եվ դա մենք կարող ենք իհարկե օգտագործել որպես առավելություն հետագա բանակցությունները կառուցելիս։ Եվ Տիկին Ավագյան, ուզում եմ խոսենք նաև ձեր ծրագրերի մասին, եթե ընտրությունների արդյունքներով հայտնվեք խորհրդարանում կամ օրինակ ձեր ուժը մաս կազմի նոր կոալիցիոն կառավարությանը, որոնք են լինելու ձեր առաջնահերթությունները, որոնք փորձելու եք կյանքի կոչեք, նախագահի ինստիտուտի մասով արդեն որոշակի գնահատականներ տվեցիք, որքան հետևել եմ ձեր քարոզարշավին, նկատել եմ, որ մարդկանց առավել շատ բացատրում եք Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու հետևանքները եւ նրան հեռացնելու անհրաժեշտությունը, իսկ ծրագրերի մասին ավելի քիչ եք խոսում, ինչը բնականաբար այս իրավիճակում նորմալ է, բայց այնուամենայնիվ փորձենք նաև ծրագրերի մասով հասկանալ ձեր առաջնահերթությունները։ Մենք իսկապես տարբերվում ենք մնացած 18 ուժերից այն հանգամանքով, որ մենք չենք խոստանում բացել լողավազաններ, մենք չենք խոստանում տալ բարձր աշխատավարձեր, մենք չենք խոստանում աշխատատեղեր բացել, մենք չենք խոստանում ասֆալտներ փռել, որովհետև մնացած ուժերը լավ խոստանում են։ Հիմա պետք չի այն ինչ որ արդեն լցված է դաշտում փորձել դրանով լցնել։ Մենք հիմա մեր հիմնական ասածը այն է, որ ծրագրերի խոստումներ իհարկե մենք կարող ենք գեղեցիկ, սպիտակ թղթի վրա սևով շարադրել, թե ինչեր կարող ենք անել, ինչեր կարող ենք ձեզ խոստանալ, բայց հարցը նրանում է, որ Արցախում միլիարդավոր դրամների ճանապարհներ են կառուցվել, միլիարդավոր դրամների դպրոցներ են կառուցվել, ներդրում է եղել տնտեսական ոլորտում, բայց հիմա ով է օգտագործում այդ ճանապարհները, դպրոցները, տնտեսական շրջանառություն, ով է օգտագործում, հայ քաղաքացին, հայ մարդն է օգտագործում։ Ցավոք սրտի ոչ։ Դրա համար, եթե մենք ուզում ենք, որ այն խոստումները, որոնք այլ ուժեր, որոնք մենք սիրով կիրականացնենք, երբ որ գանք իշխանության եւ կհամագործակցենք նաեւ իրենց այդ փորձագիտական աշխատանքի տեսանկյունից, անպայման կիրականացնենք, բայց դա հնարավոր է իրականացնել միայն մեկ պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ունենա հայկական պետականություն, երբ որ վտանգված է հայկական պետականության հարցը, այս ընտրությունները իսկապես լինելիության մասին է եւ հայկական բովանդակության լինելիության մասին է։ Երբ որ այդ ամեն ինչը վտանգված է, չեն կարող մենք պարզապես գնալ ընտրողին ասել, գիտես, ու մի բան է ձեզ ասեմ, ես հենց երեք մենք Գեղարքունիքի մարզում էինք, չեմ կոնկրետ մատնանշի որ համայնքում, որտեղ մարդկանց մոտ նաև վախի մթնոլորտ կա, կամերաներից վախենում են, չեն ուզում խոսել, մեզ կգնանք հետապնդեն։ Այո, բռնաճնշումները հիմա պարտադիր չի, որ ֆիզիկական ուժ ներգործեն, որ մարդիկ վախենան։ Մարդիկ վախենում են, որ իրենց աշխատանքից կազատեն, վախենում են, որ իրենց բարեկամին աշխատանքից կազատեն։ Եվ այս ամեն ինչի ֆոնին պարզ է, որ ու բնական է, որ մարդիկ չեն ուզում տեսախցիկների առջև որևէ ելույթ ունենալ։ Բայց այսպես մասնավոր զրույցներով, որ խոսում ես հետները եւ շփվում ես, տեսնում ես, որ ասում են, որ ընդհանուր առմամբ ասում եմ հիմա կառուցումը, ասֆալտապատումը շատ լավ ասում եմ, հրաշալի է, բայց ասում եմ ես գործ չունեմ անելու, ասում եմ ես վախենում եմ, գիշերը որ քնում եմ, ես վախենում եմ, հատկապես այն համայնքներ, որ մոտ է սահմանին Ադրբեջանի հետ։ Այո։ Եվ ասում եմ ես վախենում եմ գիշերը քնեմ, որտեղ վախենում եմ առավոտյան զարթնեմ, տեսնեմ, որ անվտանգ հատվածում չեմ ապրում եւ ես ստիպված եմ լինելու իմ հայրական տունը լքել։ Այս սրա մասին է խոսքը։ Մարդիկ շատ լավ են դա հասկանում։ Կարող է ինչ-որ զանգված կա, որ շատ ոգևորվում է այն հանգամանքից, որ ինքը ունի արդեն կառուցված դպրոց։ Ասենք համայնք կա, 4 աշակերտ է կարող է չլինի այդ համայնքում, բայց դպրոցը կառուցվել է։ Ում համար են այդ դպրոցը կառուցում, եթե մարզային համաչափ զարգացում չկա։ Տարածքը խոսենք քանի 100 դպրոց է փակվում տարբեր մարզերում։ Այո, եթե չեմ սխալվում, համայնքներում։ Այո, մոտ 200 դպրոց է փակվում։ Եվ Տիկին Ավագյան, քանի որ Արցախից խոսեցիք, ընդհանուր առմամբ ինչ եք առաջարկում նաև արցախցիներին, քանի որ նրանց զգալի մասը, մի որոշ մասը այնուամենայնիվ այս ընտրություններին մասնակցելու են, ովքեր քաղաքացիություն են ստացել, ինչպես եք պատկերացնում օրինակ նրանց վերադարձի իրավունքի իրացումը, անհնարինության դեպքում օրինակ փոխհատուցումների ստացումը Ադրբեջանից ճանապարհ տեսնում եք այս մասով։ Արցախցիների մասով իհարկե հասկանալի է իրենց վիշտը, որտեղ իրենց կտրել են իրենց պապական տներից, մարդիկ այնտեղ գերեզմաններ են թողել։ Ես այլ բանի մասին անգամ չեմ ուզում խոսել, ասենք տուն, բիզնես եւ այլն, այն հանգամանքը, որ իրենք չեն կարող այցելել իրենց նախկինների շիրիմներին, դա արդեն իսկ խոսում է նրան մասին, որ այս ամեն ինչը ուղղակի ողբերգական է։ Մեծ մասը արցախցիների դեռևս չի վերցրել Հայաստանի Հանրապետություն անձնագիր, այսինքն քաղաքացիություն չեն ձեռք բերել եւ ես դա եմ հասկանում, իսկապես դա եմ հասկանում որպես անհատ, ով մտահոգված է այն խնդրով, որի միջով իրենք են անցել։ Ինչ վերաբերում է իրենց որպես ընտրող դիտարկելուց, շատերի հետ էլ նաեւ արցախցիների հետ էլ ենք խոսում եւ անցալում կա, որ իրենք նույնպես են երիտասարդների հետ նույն շերտում են գտնվում եւ չեն ցանկանում մասնակցել ընտրություններին։ Իրենց հետ խոսելիս
էլի խոստումների տեսանկյունից մենք կարող ենք 1000 բան խոստանալ, հա, օրինակ այդ տների մասով կշարունակեն կամ, չգիտեմ, ամսական վճարները կշարունակվի եւ այլն, 1000 ու մի բան կարես խոստանաս, բայց ամենակարևոր խոստումը, որ կարծում եմ պետք է պահել դա այն է, որ իրենք երկրորդ անգամ չեն առերեսվի այն խնդրին, որ առերեսվեցին Արցախում։ Այսինքն նորից ստիպված չեն լինի տեղահան լինել Հայաստանից արդեն, Հայաստանի Հանրապետությունից, որովհետեւ այդտեղ անվտանգ չէ լինել։ Եվ մենք բոլորս առհասարակ։ Եվ մենք բոլորը, այո։ Ու վերադարձի ճանապարհ տեսնում եք Արցախ ինչ տարբերակներով։ Իմ սուբյեկտիվ կարծիքով այս պայծրությամբ վերադարձի ճանապարհ դեռևս չկա, բայց մի հատ մեծ կարևոր բայց կա։ Պետք է այդ խնդիրը օրակարգում պահել։ Ինչն է հետաքրքիր ադրբեջանական քաղաքականության մեջ։ Իրենք ասում են մի հատ թեզ եւ հետեւողական են այդ թեզը տարիներ շարունակ ասում են թե իրենց ժողովրդին, այսինքն թե իրենց ներքին լսարանի համար, թե արտաքին լսարանի համար։ Եվ ինչ որ միտեղ ապրող եվրոպացի չինովնիկ, այսպես կոչված, կամ պաշտոնյա, երբ որ անդադար լսում են նույն խոսույթը, նույն օրակարգը, նույն թեզը, ասում է հնարավորինս մարդը ճիշտ է ասում։ Եվ երբ որ այդ խոսույթը տարածվում է, ավելի համատարած բնույթ է կրում, Եվ Հայաստանն էլ չի հակազդում դրան որպես պետություն։ Եվ Հայաստանը բացարձակ չի հակազդում դրան որպես պետություն, բնականաբար այս ամեն ինչը ստանում է այն, ինչ որ մենք ունենք հիմա։ Եվ դրան հակադարձ ես կարծում եմ, որ պետք է գոնե օրակարգում պահել արցախցիների վերադարձի իրավունքը, որտեղ այդ իրավունքը իրենք ունեն։ Եվ հակադարձել նույն Արամեջան Ադրբեջանի համայնքի խոսույթին, որտեղ իրենք պետությունից ֆինանսավորվող այսպես կոչված ճակերտավոր հասարակական կազմակերպություն են, գոնգո, հա, եթե անգլերեն տերմինաբանությամբ օգտագործենք, եւ մեծ լսարանների են կարողանում հասնել արտաքին աշխարհում, արտաքին գործընկերների հետ փոխհարաբերվելիս։ Երբ որ իրենք այդ թեզը առաջ են տանում, ինչն է մեզ խանգարում հակադարձել այլ թեզով, որովհետև մի հատ ուրիշ բան է ասեմ, էս էլ է կարևոր մատնանշելու տեսանկյունից, տեսեք, երբ որ ասում են ադրբեջանցիների վերադարձ, ադրբեջանցիները ապրել են Հայաստանի Հանրապետություն, չէ, ըստ իրենց ընկալման եւ գնացել են այդտեղից։ Դա եղել է Հայաստանի Հանրապետության տարածքը, ճիշտ է։ Եվ բոլորն էլ փոխհատուցում ստացել են հիմնականում իրենց գույքը վաճառել կամ փոխանակել են այնտեղի հետ։ Ես չեմ ուզում նույնականացնել այդ համայնքի ադրբեջանցիներին եւ արցախցիներին, որտեղ արցախցիները ինքնավար մարզում են ապրել խորհրդային միության տարիներին, այսինքն դա ինքնավար մարզ է եղել, այսինքն որ պետության մաս չի եղել, որ այդտեղից է դուրս գնացած լինեն։ Իրենք ունեն այդ իրավունքը վերադառնալու, շատ հաճախ որ հավասարեցման նշան է դնում, դա էլ է սխալ, որտեղ այդ մարդիկ նույն կարգավիճակով չեն եղել, նույն կարգավիճակով չեն լքել իրենց երկիրը։ Եթե դնում ենք, պետք է ադրբեջանահայության հետ դնենք առնվազն։ Առնվազն, հա։ Շնորհակալ եմ Տիկին Ավագյան հետաքրքիր զրույցի համար, հաջողություն եմ մաղթում ձեզ քարոզ արշավի ընթացքում։ Շնորհակալ եմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Լուսավոր Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածու Շուշան Ավագյանի հետ։ Կհանդիպենք։